Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության պայմանագրի կնքումը նվազեցնում է հայկական զինված ուժերի անկախությունը։ Այս մտահոգությունը մի քանի տասնյակ քաղաքացիների այսօր բերել էր ազգային ժողովի դարպասների մոտ։ Պատգամավորները պարտավոր են պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը եւ միասնական Արցախի շահերը։ Մենք նրանց կոչ ենք անում հազար անգամ մտածել։ Այմ առաջնորդի դիտարկմամբ արկավտանգները տեսնելու համար Հայաստանի իշխանություններին կաշկանդող հանգամանքներ կան։ Լրտեսին արգելված է հասկանալ։ Լրտեսը միայն հրաման պիտի կատարի։ Իսկ այն որ Սերժ Սարգսյանը լրտեսի կարգավիճակում է հայտնվել, մենք բոլորս գիտենք, լրտեսի վրա ազդելու միայն մի ձև կա։ Կամ լրտեսին կալանավորում ես, դնում ես բանտ, ասում ես այլևս լրտեսություն չանես, կամ այդ լրտեսը հասկանում է, որ իրեն վտանգ է սպառնում եւ ում որ ծառայում է որպես լրտես, նրանից հրաժարվում է ու սկսում է ուրիշի մոտ որպես լրտես աշխատել։ Ազգային ժողովի մոտ բողոքող քաղաքացիներին այդպես էլ ոչ մի падգամավոր չմոտեցավ, նրանցից որևէ մեկին հանդիպելու հույսով ակցիայի մասնակիցները Բաղրամյան մուտքից շարժվեցին դեպի օրենսդիրի շենքի հետնամաս, Դեմիրճյան փողոց։ Այստեղ հանրապետական падգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էր ստիպված պատասխանել հարցադրումներին։ Դուք մեր փողն եք ստանում, դուք մեր աշխատավարձն եք, մեր թոշակից եք ստանում։ Եթե ես այսօր 30,000 եմ ստանում, այդ փողից դու ես ստանում, եւ ձեր նմաներն է ստանում, ինչու դուք մեր հատը չպետք է։ Այո, հայ մայրը ասել եք ես միջակի։ Դուք այսօր օթային երկիք եք տալիս, ում ես տալիս, ում ես վիճում, մի քմծիծաղ եք տալիս, մի հեգնանքով նայում եք։ Ռուսաստանի հետ միասնական հակաօդային պաշտպանության պայմանագրի վտանգների մասին ստիպված է լսել նաև հանրապետական խմբակցության падգամավոր Խոսրով Հարությունյանը։ Ում եք հարցնում, ես ասում, ես ժողովրդի կարծիքը հարցնել որ հակաօդային պաշտպանության անվտանգության հարցը։ Այո, դուք կարող եք ասել ինչով է դա վտանգելու։ Ես կասեմ, որովհետև որոշումը մենք չենք ընդունել։ Այս պայմանագրին դեմ է ընդդիմադիր падգամավոր Հրանտ Բագրատյանը, նա պատրաստվում է իր կարծիքն արտահայտել նաև հարցի քննարկման ժամանակ, սակայն զրույցը քաղաքացիների հետ այլ ընթացք ստացավ։ Հետկայրանաս դու էլ, Լևոնն էլ, Սերժն էլ, Քոչարյանն էլ, բոլորի ժամանակ անցել է։ Գնացեք թոշակի, հանգստացեք։ Նոր մարդ ա գալի։ Դու ով ես որ գասարա։ Ես ով եմ, նոր մարդ է, շուլերի, վրա պայել է։ Տատը շուլերը։ Ակցիայի ընթացքին հետևող ոստիկանները միջամտեցին, երբ արդեն հրմշտոց էր։ Նրանց մի մասն էլ քաղաքացիական հագուստներով հետևում էր դիմացի մայթից։ Պատգամավորի հետ բանավիճող քաղաքացին բերման ենթարկվեց, ակցիայի մասնակիցները նրան չէին ճանաչում, միայն նշում էին, որ ազատամարտիկ է։